Մամոն Խաչատրյան, ծնվել եմ քաղաք Ստեփանակերտում, կինս է 3 երեխա, քաղաքում ապրելը հա, քինամոս աշխատանքի կամ աշխատավարձ ստանում, բայց գյուղում մի քիչ ազատ ես քեզ համար։ Ես նրանով եմ ազատ զգում, որ հով կազմակերպության կողմից ստացա ինկուբատոր, մի օր զանգել են, գնացել ենք, ժողովալալ, Արցախում ինչով էիք զբաղվում, դե գյուղում ես էլի հավեր էի պահում։ Բա ինչով կուզես զբաղվել, ասի որ մի ինկուբատոր լինի, ես ստեղ էլ կպահի։ Թռուցիկ անցավ գնաց, մի օր հովից զանգում, ասма պատե ինկուբատորը եկա։ Նեց խոսա ու ասма ցանկությունը իրականություն ա դեռալի։ Բերակ հատե ինկուբատորը դիրալ, մենք ջոտերը քանում, ծախում ելք, հետո անեմ մեզ էդի պահումը, որ էսա աշնանը սկսելուն արդեն ջուացելը, մենք էլ ասма գլուխներս պահելու գյոլա եք ինալու։ Մի ծրագիր կա, մասնակցալը մեղվապետակները շահալ, մեկ էլ մեղրակամ, նույն հովի ծրագրավ դիմալում, որ մեղվա ընտանիքն է ծիրկվի։ Ենքանով է կարևոր, որ իրանք օգնում են վեր այդ մարդը ոչ թե ճանապարհից շեղույա, ծերից հետ բռնում են, ստեղ ասма մի կեցանով տանում լի։ Թե 100-ա, թե 1000 հաջողակներից մինն էլ ես եմ, նման կազմակերպությունների շնորհիվ, նման լավ մարդկանց շնորհիվ ես իմ ճանապարհը շարունակում, կյանքին առաջ եմ նայում։ Հավաբուծությունը զբաղվել է գիտեմ ու քունցա։ Քինամը խանութից է սառեցրած ապրանքը առնում։ Բայց խի որ մեր տեղական ու թարմայինի։ Դա գիտում թե այդ տարբերությունը արդեն ամեն ինչ ասում է։ Գործը որ սիրող չմոտիկանաս, այդ գործը կյանքում առաջ քինելու չի։ Այդ գործին առաջընթաց չունի։ Դա 100%։ Սկզբից որ եկել ենք ճիշտ է, սա ոսե շոկի մեջ կլալի, բայց արդեն մտածելով որ ետդարձի ճամփա չկա, արդեն սկսում ես կյանքին առաջ նայել։ Եթե ուզում ես մի գործով զբաղվես, պիտի դու քո հարմարությունդ ստեղծես, դու քո գործով զբաղվես, всё։